Սիրելի հայրենակիցներ, քննարկվում է նախագիծ, որի վերաբերյալ իմ գործընկերները արդեն ներկայացրեցին, նախ արձանագրեմ սահմանադրական մակարդակով մեկ անհամապատասխանություն, պարոն Հայրապետյան, Սահմանադրության 196-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է, թե ՀՌՀ-ն ինչ լիազորություն ունի։ Հեռուստատեսության ռադիոյի հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որն ապահովում է հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը և բազմազանությունը, վերահսկողությունը իրականացնում հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեությունը։ Այստեղ դուք տեսաք, որ այս լիազորության մեջ չկա իրականացնում է գրաքննություն, կամ հետևում է ինչ-որ պայմանների ապահովմանը։ Ոչ մտնում է ազատության մեջ, ոչ անկախության մեջ և ոչ էլ բազմազանության մեջ։ Ձեր այս բերած սահմանափակումը։ Բայց սահմանափակում պետք է, այո։ Խնդիրը այլ բանի մեջ է, խնդիրը իրավական են որոշակիության մեջ է, այն հստակ կանոնների մեջ է, որը պետք է զրկի գործող իշխանությանը կամ որևէ քաղաքական միավորի այս նորմերը օգտագործել ու կիրառել սեփական նպատակներով, պետության շահը անտեսելով, սահմանադրական կարգը բռնի տապալելը արգելված է թե սահմանադրությամբ և թե նաև քրեորեն հետապնդելի արարք է։ Հիմա քրեական օրենսգրքի ոչ բոլոր արարքներն են, չէ՞ մենք ասում, օրինակ, այս մյուս բաներով արգելվում է, կամ մի ձևակերպում էլ ունեք, ասենք օրինակ, քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչեր տարածել։ Սա մի ձևակերպում է, որի ներքո, օրինակ, մեկը քաղաքացիական անհնազանդության շրջանակներում ասում է, ես կոչ եմ անում, որպեսզի բոյկոտենք այս ինչ բանը, դուք ասում եք, վայ, քանի որ դա իրավախախտում է, հեռուստատեսություն մի տարածի։ Այստեղ չկա այն սահմանը, չկա այն գիծը, չկա այն չափանիշը, չափորոշիչը, որով կարողանա որևէ մարմին առաջնորդվել։ Հետևաբար այս ձևակերպումների ներքո բերել այս նախագիծը ու հրամցնել ոչ այլ ինչ է, քան իրավիճակից թելադրվող և գործող քաղաքական ռեժիմի ցանկությունները կատարելու ձգտում։ Ինչքան էլ որ դուք նշեք նախընտրական շրջանի հետ կապ չունի, բայց ուղիղ կապ ունի։ Նախ 4 ամիս է նախատեսված անցումային դրույթները այս մյուս կարգավորումներով։ Իսկ այս մասով ներքաղաքական կյանքի միջամտության մասով ընդհանրապես ժամկետ չկա նախատեսված։ Ընդհանրապես։ Նույնիսկ չկա նախատեսված, որ լիազոր մարմինը տվյալ դեպքում ձեր կողմից առաջարկվող ՀՌՀ-ն ինչ ենթաօրենսդրական ակտ պետք է ընդունի, ինչ չափանիշների վրա պետք է ընդունի այդ ակտը։ Բայց ամենակարևորը, այս բովանդակությամբ ներկայացումը, այս նախագծին, ուղղակի հակասում է հենց նույն սահմանադրական կարգավորումներին մտքի, խոսքի, տարածման ազատության տեսակետից։ Նորից եմ կրկնում, բացարձակապես որևէ մեկը կողմ չէ սահմանադրության բռնի տապալմանը, չգիտեմ, քրեական ենթամշակույթի քարոզին և այլն։ Բացարձակ խնդրում եմ հանկարծ չմանիպուլացնեք մեր խոսքերը, մեր մոտեցումները։ Մենք ասում ենք, հստակ պետք է լինի չափանիշ և զերծ այս կամ այն քաղաքական ուժի ցանկությունից։ Ինստիտուցիոնալիզացիայի մասին եք խոսում, այո, բայց ինստիտուցիոնալիզացիան ենթադրում է առաջին հերթին խաղի կանոնների այնպիսի հստակ ձևակերպում, սահմանափակումների այնպիսի ավարտում եմ, այնպիսի հստակ ամրագրում, որ ինստիտուտը չծառայի այն քաղաքական ուժին, այլ ծառայի պետությանը, հանրությանը։ Սա է մեր ասածը։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։